Մարիա հեռուստասերիալում դատավարությունն արդեն ընթացքի մեջ է, բայց իրականության փոխարեն դատական դահլիճում միայն ստեր ու ներկայացում է լինում։ Սոֆյան կանգնած է ամբիոնի առաջ, աչքերին համառ համոզվածություն, իսկ ձայնում վճռականություն։ Նա պատմում է, իբր Դավիթն ու Արտակը հաճախ էին հանդիպում, ինչից հետո Արտակը միշտ ծեծված ու ճնշված էր վերադառնում տուն, եւ վերջում Սոֆյայի խոսքով հենց Դավիթն էլ սպանել է Արտակին։ Դահլիճում լարվածություն է։ Մարիան այլևս չի կարողանում իրեն զսպել։ Նա Ապուլի հետ անկեղծ զրույց է ունենում։ Ասում է, որ այս ներկայացումը շատ լավ մշակված սցենարով է։ Ամեն շարժումը, ամեն խոսքը Ռաֆի ձեռքի գործն է։ Ռաֆը այնքան հեռուն է գնացել, որ Սոֆյային վերածել է իր խոսափողի։ Սոֆյան դատարանում ասում է, որ ցանկանում է իր ամուսնու սպանողը օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տա։ Նա վստահ հայտարարում է, որ արդեն ներկայացրել է բոլոր անհրաժեշտ ապացույցները։ Բայց արդյոք ինքն է այս խաղի տիրապետողը, թե պարզապես մանիպուլացված զոհ է։ Այդ ընթացքում Ռաֆը, իմանալով Մարիայի ու Դավիթի ամուսնության մասին, հիստերիայի նոպա է ունենում։ Նա այլևս բացահայտ է խոսում իր մտադրությունների մասին։ Ալլային ասում է, որ կգոհանա միայն այն ժամանակ, երբ Մարիայի կյանքը կփլվի իր աչքերի առաջ եւ Մարիան կլինի դժբախտ։ Դաժան ու հիվանդ երազանք մի կնոջ կործանումը դիտել որպես հաղթանակ։ Եվ ահա հերթական դավադիր քայլը։ Ռաֆը Սոֆյայի անունից հաղորդագրություն է գրում Մարիային ու կանչում նրան հանդիպման, իբր պարզելու ճշմարտությունը։ Մարիան հավատալով գնում է, բայց հասնելուն պես հասկանում է, սխալ է արել։ Շուրջ բոլորը մութ է, լռություն, եւ նա տեսնում է Ռաֆին։ Ռաֆը սառը հայացքով առաջ է գալիս, նա այլևս կորցնելու բան չունի, վճռական է եւ անսահման վտանգավոր։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի հիմա Ռաֆը Մարիայի հետ, ինչպես կպատժի նրան, գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Ունեն ասելի հո անտեր չես։ Երկու ընկեր կունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարիկը ընկեր ունի։ Եվ ով է այդ ընկերը։ Դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձ է։ Ոնց է ինչ որ բան ստեղեք չեմ կամ տեղի։ Դու լավ ես։ Կարայինք չեմ ինք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մի խոսքը։ Ռեյսեր։ Դեկնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանումը էլի։ Անիմոս գովազդն եմ։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես սպասում եւ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավատս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас. Բայց ես տաղանդ եմ երել են չոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Չգիտեմ։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։
Դեռ նկարահանմանը մեզ բայլությամբ պետք է սցեն նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3 էստեղ եմ, վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա արված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողա պետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, լավ 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ չկանը։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսենց պիտի նկարվեմ առանց իս Մի պիջակի։ բացի շորերը։ Այդ ինչ ձև է։ Ժողովուրդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ Wow. As for love drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կյանք կարող է։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հերոստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հերոստատիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինք շատ լավ մամա է։ Ես են դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս տղեն լացացնում է ինձ։ Սիրում ես ինձ։ Հա? Բախ ես ինձ այդքան լացացնում։ Ոնց որ սենց ուղիղ են գնում։ Ոնց են գնում։ Ճանապարհիդ նայ, չտանես գլուխս ուտես։ Սերիալը նոր գցած գլուխս ուտես։ Մենք ավարտել ենք այսօրվա մեր նկարահանումները, այս 8 ժամի պատկերացրեք ինչքան ուշ լեզուն արդեն պատահագրում։ Եվ Ես Սուրեն